Ողջույն։ Ողջույն։ Ապրիլի 24-ը։ Այսօր մեծ Եղեռնի զոհերի հիշատակման օրն է։ Այսինքն պայծառ եւ այսինքն տխուր օր։ Այո։ Մեր պատմության մեջ հայ ժողովրդի։ Լրիվ արևը 19 աստիճան է։ Երկինքը տես մի հատ ամպ չկա։ Մենք իջնում էինք ճանապարհին։ Քաղաքը դատարկ էր, այո։ Մարդը բոլորը այնտեղ են։ Ցիցեռնակաբերդի ու Շարժանի մոտ։ Մենք այսօր ցավոք արդեն մի 2 տարի է 3 չենք կարողանում այդ օրը գնանք։ Ճիշտ ասած զուտ ֆիզիկական էլի։ Հնարավորություններ չունեն։ Հնարավորություններ կարծում եմ շաբաթ օրը գնանք երևի, չէ՞, Անահիտ։ Հա։ Այո, հիշատակման օր։ Ու թող բոլոր հոգիները լույսի մեջ լինեն այդ բոլոր զոհերի։ Այսօր գիտես ինչ էի մտածում։ Կարող է տենց էլ կա, ես տեղյակ չեմ։ Այսօրը լիներ ոչ միայն զոհերի հիշատակման օր, այլ նաև երախտագիտության օր։ Այն անձանց, գիտեք, մարդիկ, ինչ մարդիկ են եղել հոյակապ, որ օգնել են, որբանոցներ ստեղծել, այդ մարդկանց կացարաններ։ Եվ պետություններ էլ առնեն։ Իհարկե, եւ պետություններ։ Այդ բոլորին երախտագիտության օր էլ լիներ։ Այն օրն էիր պատմում, չէ՞, դու ինձ։ Հա, ես ճիշտ ասած տենց մեծ ինֆորմացիա ու հիշողություն չունեմ, որ բոլորը փաստերով, բայց կարծում եմ հույսով եմ, միտքս հասկացաք։ Դուք ինքներդ գիտեք ինչքան հոյակապ մարդիկ կան, ինչքան գործեր են արել Նանսենից սկսած, Լեմկիններ, մյուսներ, բա որ երեխեքին որբանոցներ ստեղծեցին, այո, ոսկիով առնում էին Թուրքիայից երեխեքին։ Հա, այդ ինֆորմացիան ճիշտ ասած ինձ համար անծանոթ էր մինչև վերջերս, որ երեխաներին թուրքերից առնում էին մի ոսկիով 20,000 երեխա այդպես կյանք փրկեցին իրենց։ Այդ լենական վերեցին 20,000 երեխա, իսկ թե ընդհանուր ինչ մեծ թվեր են տենց փողերով բերել Ամերիկայի որբանոցներ, Ֆրանսիայում եւ այլն։ Երևի ամենալավը են Ազնավուրի երգի մեջ այդ սաղ մտքերը ինքը գիտես ինչ ընդեղ խոսքեր կա, որ ասում է մի ժողովուրդ, որի միակ մեղքը, որ դրախտավայրում էր ապրում։ Այդ խեղճ մարդիկ ուրիշ ոչ մի մեղք չեն ունեցել։ Ու հետո իհարկե Ազնավուրը որ շնորհակալություն է հայտնում են երկրին, են հողին, որ իրան ընդունեց եւ այլն, հասկանում եք։ Այդ համար ես կուզենայի, որ այդ երախտագիտության խոսքը լիներ։ Սենց ժողովուրդ ջան։ Երեխեքը թորները իհարկե գնացել են։ Մենք էլ վերջի անգամ են ջահերով չէ, մասնակցեցինք ու էլ տենց այդ օրը չգնացինք։ Անցյալ տարի էր կարծեմ։ Չէ, են Ալիսայինց հետ որ բարձացանք, ոտքով ես նկատի ունեմ։ Ամսի 23-ին։ Երևի մի 10
նա 5 տարի առաջ էր։ Չէ, Անա, այդ ինչ ես ասում։ Ես այդ Արմենը փոքր էր շատ։ Հետո ինչ փոքր էր, ես վիդեո էի նկարում այս ժամանակ։ Այդ նշանակում է 10 տարուց ավել չի կարելի ոչ մի կերպ։ Մենք 11 տարի ենք նկարում։ Լավ եղանակա ժողովուրդը չի տանջվի երեկվա հեղեղից հետո այսօր գոնե լավ եղանակ Բայրեք ասում էիր միշտ անձրև այդ օրը վատ եղանակա շատ հաճախ ա եղել այդպես բայց ոնց որ թե ինքը բնությունը որոշեց երեք փոխի երեկվա օրը դարձնի Ես հետաքրքիր է այսօր պայծառ օր տա մեզ Իմ հիշողության մեջ մնացել է որ այսօրը Արև էլ ալնում, անձրև էլ ալնում։ Դու նկարահանումներ ունես, էլի ուժեղ անձրևի վաղ։ Այո։ Քանի մենք դեռ այդ ուժը չունենք այս պայմաններում, կարծում եմ ճիշտ է կենտրոնանալ երախտագիտության վրա եւ սուքի իհարկե այսօրվա օրի մասին է խոսքը, այլ ոչ թե գզվրտոցների քաղաքական մուրհանելու ինչ-որ սենց բաների Այո Երախտագիտություն եւ հիշատակ Ինչքան ենք ուզում ես այգին գայինք Վերջը եկանք Հետաքրքիր է, նենց թվում է, որ դատարկ է, բայց բոլոր նստարանները զբաղված են։ Կոնկրետ որ ուզում ես նստես մի հով տեղ Հովի մեջ էլի, արևին Այո Չէ իհարկե Ասեմ արևին շոքա Հովին ընտիրը Այստեղ էլ հատես ինչ խնամած խոտ է Ուրենիներս չեն արել Էտել են Այո Վայ ես են գեղեցիկ ուրենին Այո Ինչ ապսոս Երկու հատ էին, մեկը սա է, բա մյուս ուրը Ես ինչ-որ են կողմեր Երևի անցանք, են էլ ենդեղ էր ոնց որ Եթե սենց էտացա արդեն հաշկի չի ինգնում հերվից էլի Ահա, հով նստարան նստանք մի քիչ Նստանք Դու մի հատ նայ այնտեղ կեղտոտա մաքուրը թե չէ կեսից կասես Ինչև Անահիտը ռևիզիա անի Անցավ քնությունը նստատեղը Ցավ
շատրվանները դեռ չեն միացրել։ Այստեղ ջուր կա, ոնց որ մի քիչ Գնացինք Այս ծառը ոնց որ ատկրետկայից բան է, չէ՞, ծառը։ Հա, լրիվ ատկրետկա է։ Բացիկ, հա, այո։ Հա, ճիշտ է, բացիկ։ Ես Ուրենի նոմեր 2։ Մեր ճանապարհի ուռենիներն են, բոլորը եկել են։ Ասիվում, չէ՞։ Այո։ Սատերին էտելու կարիք չկա, չէ՞, իրանք։ Նման է չիրոմուխայի, չէ՞։ Չիրոմուխան ո՞րն է։ Այդ Չգիտեմ էլ։ հայերեն չգիտեմ։ Չիրոմուշկա խոսքը չիրոմուխայից է եղել։ Չերեմուշկան։ Գեղեցիկ են մոտիկից։ Բայց արդեն գույնը մի քիչ բան է եղել, քամրել է։ Հա։ Իրանք ավելի վառ սրտ էս թափվել է խոտի վրանից։ Հա։ Թափվել եմ։ Ճիշտ է։ Մեղուները գործից հասկանում են։ Ես մի ուրենին կարծեմ տղամարդ է, չի կախվել, փրկվել է հետելուց։ Ստեղ էլ բոլորը կաղնիներ են։ Ես ուրենին պետք է մի հատ Google-ի հետ խորհրդակցել։ Տղամարդ ու կին տարբերություն է։ Իսկ ինչ խորհրդակցես։ Կա տենց բան իրոք, այդ տերևները։ Հա։ Այս սրա տերևները էս որց հա համարեն։ Հա, որց։ Հիշում ես թե էի սարքում քեզ համար։ Իհարկե հիշում եմ, հա։ Հենց դրանք էին պետք ոչ թե են, որ կախվում է։ Բայց ռուսերեն կա չէ իվը պլակուչեը։ Լացկան էլի։ Կա երևի ոչ լացկան։ Այս ռեհանները շատ լավն են։ Տերևները նենց սոսի տերևներին են հիշացնում մի քիչ։ Սոսի էլի, չինարի, լնայի։ Արդու հավատ չի գալի, որ ես գույնի բանը ռեհանի համ չունի։
Ծաղիկների գույների է համարը։ Կիսազում է շատ, գիտես։ Հա, սազում է, ճիշտ է, ես է նկատեցի։ Չես նայում։ Դու ճիշտ էիր նկատել ես տարի։ Երիցուկները ինչ-որ շատ են։ Անայդպես դրանով աչքի ընկան, էլի։ Հիմա արդեն ծաղիկները գնացին, այդքան ուժեղ աչքի չեն ընկնում, բայց հասանք Շահումյան հրապարակ։ Դե նստենք գնանք։ Այս սենց գեղեցկություն էլ կա։ Հայեք ես սառը։ Դե որ մեկը գեղեցիկ չի, ամեն մեկ առանձին և գեղեցիկ։ Ժողովուրդը մի քիչ շատացավ։ Երևի հետ են գալի կանց։ Էլ աշուն, էլ գարուն, ինչ գույներ ուզես կա։ Ես էլ կաշտանը։ Ոնց է հայերեն։ Շականակ։ Բայց սա տես նույն գույնն է, բայց ինչ-որ ուրիշ ձևից առան։ Մի քիչ տերևները փոքր են ոնց որ։ Չէ, իրա ֆորման էլ է ուրիշ։ Հա, ճիշտ է։ Ալես մեկի գույնը նայի։ Հա, սա ուրիշ տեսքի է։ Նոր տարվա նվերներ կախված են, չէ՞։ Անցանք ես մայթ, Բեյրութի փողոցի վրա ենք իդեպ։ Ու գնանք։ Ես ծառուղին է շատ լավն է։ Այո։ Ես կողմն էլ կա մի հատ սենց էկզոտիկ։ Երևի ընդեղից մեկը Սրեբերը ստեղ տնգել է։ Ես փոքր կաղնին էլ ինչ լավն է։ Նորա կյանք մտնում։ Երիտասարդ կաղնին։ Ինչ սպասելիքներ ունի, չէ, երևի։ Հասանք Մաշտոց Ամիրան։ Այս ամենախիզախը գնաց էջոտներից։ Դե, հեռախոսով էլ զրույցում է։ Երևի հեռախոսով ասեցին գնա, մի վախեցի, հետևում ենք։ Гнацин. И пошли они солнцем залитые. Պալիտը շուտը։ Երեկվա խցանումները Մաշտոցի ու այսօր։ Պաստորեն տես, երբ որ լավ եղանակա, մեքենա քշողները քշանում են, շատերը ուզում են ոտով զբոսնեն։ Այդ չգիտեի, որ անձրևի ժամանակ երթևեկությունը ինտենսիվ է դառնում։ Չկա կանգնենք։ Էդ ասա։ Գնանք, չէ գնանք։ Այս ընկերը դուրս եկավ։
Թումանյան փողոց, մենք Մաշտոցի վրա ենք։ Օպերա գնանք, չէ՞ մի հատ։ Օպերա գնանք։ Ես էլ Մաշտոցը դեպի ներքև։ Շամյա դպրոցը, ահա, լույսը տվեց։ Ես էլ Super լույսն է։ Եկավ էսկադրան։ Ես էլ Ռեհանի ծառուղին անայդ։ Այս ծառերը բայց շատ սիրուն ծաղկում էին։ Արդեն չեն բան, թափվել է էլի ծաղիկները։ Ոնց ծաղկել են ու մենք չենք նկարել։ Հա, մենք այս տարի вообще ուշ սկսեցինք նկարել։ Ծաղկած, նույնիսկ Վարդանյանների այգին ինք ավելի գեղեցիկ էր, մի քիչ շուտ։ Հա, այստեղ էլ շատ մարդ է ասում, որովհետև թույլ են տալի ծխելու, միշտ շատ են լինում, նայ։ Ինչ է, հեսա գրած է 50,000 շտրով։ Բա ինչի եմ ծխում այդ վաղտ։ Գրածը մնացել է, բայց երևի մատուցողը ասում է կարակ ծխեք։ Օքսիջեն, հա, ճիշտ եմ կարդում։ Ռեհանի ծառի ներքո Սպիտակը նոր է, չէ՞։ Ինչ է Արմեն, ինչ ծառա։ Տենց ես Չէ, կողքը թութ է, այս թութ չի տպավորություն եմ թողել, հա, այս կարմիր թութ է այս մեկը։ Դրա համար զարմացա։ Նա իհարկե կարմիր թուփ չի, սա յասամանա, առանց յասամանի, Բաց թողեցի։ Վայ, ես էլ բաց թողեցի, եղավ։ Ես էլ Եգիպտոսից է եկել։ Զբոսաշրջիկ։ Շադիր նայում է, բայց ինչ դրա։ Հա, անդեղ ինչ-որ մեկը խոտի վրա
բանա թողել։ Ախե չի մոտենում, որ հեռվից է ուսումնասիրում։ Ներսը ժամին դատարկա երկը։ Այ այդան կուզենայի նորից լսենք։ Լսենք։ Գեղեցիկ օպերայա։ Ես գիտես ում եմ լսել Այդայում։ Ես Սոֆի Լորենին եմ լսել։ Լուսին ամառա, հա, այդենց երկչուհի կար։ Հա, ինչ-որ ծանոթ է։ Որտեղ ես լսել։ Ստեղ։ Էստեղ։ Սոֆի Լորեն լավ չէր։ Ով էր այդ ռեժիսորը ով էր։ Չեմ հիշում։ Գնացինք մեծ խաբարով նայեցինք երիտասարդ վաղտ։ Բայց այն վաղտ այդ Dolby բան տենց բաներ չկար։ Ձայները էլի։ Լեյտենանտ այդ կատվին ինչ հետաքրքր է ստենց։ Հա, անա այստեղ հատուկ ուտելիք են դրել իր համար։ Բա կողքը էս ինչ պայուսակ են շպրտել։ Այդ երեխեքն են դրել։ Այս կատվի համար է, հա։ Это для кошки? Չի պատասխանում։ Հա չէ, ինքը չի թողել դրա համար, Իրանը վեկալավ գնաց։ Դրա համար գաղափար չունի ինչի մասին ենք խոսում։ Այս ծառողիով ինչ-որ շուտվանից չեն գնացի անայդ։ Աստղային դոքսեր են, ստար դոքս։ Տանում ես ինչ հետաքրքիր բաներ կա։ Տիեզերագնացների համար է երևի։ Ինա նկարած է։ Լեգենդարնի։ Կանանչը ինչ կլինի։ Կարտոֆիլը, բայց ինչ է կանանչ չես հասկանում։ Չէ, այ մարդ։ Այդ հարցը այդ աղջիկան կանանչը էլ անայդ։ Այդ նկարածի վրա այդ կլորը կանանչ է, կարտոֆիլը։ Ինչ։ Տտուվարունգ, Տտուվարունգ։ Դե բատանում ես կարտոֆիլ։ Կանաչ կարտոֆիլ արդեն տխուր է։ Ես ջազվենա։ Ես ինչ դատարկը ես մասը, հա ես պագ մասն անայ։ Դες եթե բացում մարդիկ կան, պագը լրիվ դատարկը։ Են վրանը հլկա անայդ, նայի։ Տեսա, հա։ Արցախցիներն էին, չէ, ոնց որ։ Չեմ հիշում։ Խոսեցինք, չէ, ընդեղ մի մարդու հետ, բայց Այստեղ զուգարան կա, անայդ, ես կարևոր բան է։ Պետք է իմանալ։ Այս ծառեր մնացել են վաստորեն ստեղ։ Մի հատ ծառ կար, ես հիշում եմ, մեջից թողել էին աճում էր, սրճարանի մեջով։ հա, Երևի սա էր, էլի։ չէ, ոնց։ Մի հատ էլ կար, դու վերջերս նկարեցիր հլա, մերոնցից մեկը հարցրեց, այդ ծառը հատուկ է տենց աճում, թե Դե այդ ուրիշ տեղեր անայդ, ուրիշ ես տեղեր, հա։ ստեղի մասին եմ ասում։ Ես շատ երվան է բոլորով ինչ աշխատեց, Հա, կաֆեն քանդելուց հետո։
Իսկ քանդե որ չէին քանդե աշխատում էր, ես չեմ հիշում։ Այո։ Ես այստեղ էլ սենց կամերային շատրվաններ են։ Ես ինչ է։ Հա, սարներն Ռազմարոսկային են։ Դες ինչ հարմար է, արևի տակ դնում են, արագ։ Մենք էլ չքաշնանք, վակում դնենք։ Գեներալի ուբորկային են։ Հա, վախտնա։ Թնտի ինչ-որ տեսքում։ Թե չէ, ոչինչ։ Ես մեկն էր այն օրերին հիշում ես, սրանք առաջինն էին սաղ դատարկում հանում բան։ Հետո ինչ-որ ալիք քթան երևի։ Մի հատ էլ կաշտան։ Դե մեր մոտ շատ էլ կաշտանները։ Հիշում ես որտեղ էր, 4-րդ մասիվում էր, չէ՞ կարծեմ ամբողջը սենց ծառով են կաշտանները։ Հա, սիգարոն Որտեղ գործարան։ սիգարոններ, այո։ Ճիշտ է։ Այս սրճարանը համեստ է դառը։ Մի ժամանակ լավ գոռում էր երաժշտությունը։ Շունն նոց փիլիսոփայեր են։ Ես իրանց շունն եմ, մենք այս շանը մի քանի անգամ նկարել ենք։ Հա։ Այդնի շունը, հա։ Այդ ջուրը չեն լցնում ու չեն լցնում։ Դե ասում եմ էլի մայիսի 1-ին են լցնելու։ Հրապարակի շատրվաններն են, ջուր չկար անցանք էլի նորից։ Բայց հիմա դաժան տեղերով ենք անցնելու, արևոտ։ Գնանք են մայթ։ Են մայթը հովա։ Ինգին 10 պակաս արմեն արդեն։ Հա, ուշանում ենք, չէ։ Այո։ Արի փողոցը անցնենք ու ես հով մայթով արագ գնանք։ Մի հատ էլ ես նայենք անայք մի րոպե։ 12:16 ժամ 13 րոպե։ Հեսա։ Որտեղ անցկացվում է հետաքրքիր է։ Ականավորիր։ Հա, սքանը հայերեն ականավորել է։ Այս տոմսերի համար է։ Հայեք, կտերեք նա ականավորեմ, կտնեք կնայեք, որտեղ են, ես էլ կնայեմ։ Հարպեցի փողոց, չէ, ճիշտ եմ։ Չէ, Ներոնցից մեկն էլ այս ռեստորանի համար էր ասում։ Իրոպե, հանայ, սխալ Հարպեցի ասեցի։ չի սա։ Կողբացի է։ Կողբացին է, Փարպեցին Թումանյանից վերը, այն Խաչմերուկից վերևն է։ Ինչ ռեստորան։ Այս ռեստորանը, ասեց մի օր գնացեք, բայց մենք եղել ենք այս ռեստորանում։ Հա, այս ռեստորանում եղել ենք, անունը կարող է հիշես։ Չէ, չեմ հիշում։ Կարող է Քամանչա էր։ Կարող է։ Հա, եղել ենք, կերել ենք։ Մենյուն նկարել ենք, գինը նկարել ենք։ Ես խեն սենց կեղտոտել է մարդ։ Չավպաստ է։ Էլ ասում ես։
Վաճառվում է։ Չէ, պահանջվում է վաճառում։ Ես էլ ուրախացա, որ երևի բան ա լինելու։ Քանդվելու է։ Քանդվելուց կարնի, որ վաճառի։ Հետս նայենք էլ ստեղում էլ ես։ Այս ինչ ասենց գալմաղալը դրե։ Մտածում ընդհանրապես։ Չէ, դա անջատեց։ Չէ, բոլորովին։ Ճիշտ ես ասում, նայածում համար։ Ձեզ համար լավ է իհարկե։ Ձեզ համար կայֆ է։ Բայց դուք պետք է մի քիչ էլ նկատի ունենաք, որ դուք քաղաքում եք գտնվում։ Չոլում չես էլի, տղա ջան։ Հա դե։ Չէ։ Սարմացած ասում է լավը չի։ Ես սիրում է իրագործիկը։ Նրան արդեն կարելի է համարել աննորմալ։ Այսինքն նորմալ մարդ է ձև իրան չի պարում։ Տխուր երևի թե շատ։ Լավ, արի հրաժեշտանք անայդ, ու սալանանք դեպի տուն, հայր ջան լավ մնաք, Ստեսություն ձեզ, ստեսություն ձեզ, առողջ եղեք, այո, միշտ առողջ և խաղաղ երկինք,